Վերջին շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել հասարակական տրանսպորտի ուղևորների թերհավաքագրման խնդիրը։ Այստեղ հարց է առաջանում, թե որն է խնդիրը՝ հասարակության վարքագիծը, ուղևորների աշխատանքը, թե վերահսկողության պակասը։ Դեռևս այս շաբաթվա սկզբին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով ուղևորների թերհավաքագրմանը քաղաքապետն ընդգծեց, խնդիրը պահանջում է նաև վարորդների աջակցությունը։ Քաղաքացիներն իրենք էլ չեն հերքում, հաճախ լինում են դեպքեր, երբ ուղևորները չեն վճարում ուղևորցը, երբեմն դիտավորյալ, երբեմն պայմանավորված իրավիճակով։ Մեծամասամբ սկիտոմս չեն առնում, այ դա ինձ վրա շատ ազդում։ Պատահում է, որ շատ լիքն է լինում, չգիտեմ, պայմանավորված է դրանով, թե ինչով, բայց լինում է, որ չեն վճարում։ Մեջտեղի դուռը չի բացում, ասում է վճարեք նոր։ Դե ով վճարում է։ Մարդ հարցը տենց լուծվում է, ավելի ուշ ենք հասնում տեղ։ Շանթ Նյուզի հետ զրույցում Երևան ավտոբուս ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը նկատում է, խնդիրը պայմանավորված չէ վերահսկողության պակասով։ Ըստ նրա առկա է այլ խնդիր։ Ներկապային վերահսկողությունը սահմանվում է պատշաճ կարգով, գնալով ավելի համալրելու ենք անձնակազմը։ Ամենասկզբից միտված է մեր գործողությունները, որպեսզի վճարումների կարգ ու կանոնը ձևավորվի, այսինքն կարգ ու կանոնն ասած կարգապահությունը բարձրացվի ուղևորների։ Այդ գործողություններն ենք անում, ներկապահին զգուշացնում, հարկ եղած դեպքում նաև տուգանում։ Թերհավաքագրումը հաճախ նաև լարված իրավիճակների պատճառ է դառնում ավտոբուսներում։ Վարորդներն ու ուղևորները վիճաբանության մեջ են մտնում, երբ վարորդները պահանջում են վճարել ուղևորցը։ Գործող կանոնների համաձայն ուղևորները պետք է մուտք գործեն միայն առաջին դռնից, ինչն էլ վերջին օրերին վարորդներին դրդում է փակ պահել հետևի դռները, վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Թե որքանով են վարորդները ներգրավված ուղևորցի վերահսկման գործընթացում, տնօրենը պարզաբանում է։ Վարորդները զգուշացնում են, որ ամրագրված է իրենց աշխատանքային պայմանագրում։ Բացի դրանից ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում 11.1 հոդվածը ձեր հարցի պատասխանն այնտեղ կա։ Այո, իրավունք ունի համայնքային 100% բաժնեմաս ունեցող ընկերության աշխատակիցը վերահսկել։ Քաղաքացիները նաև մատնանշում են տեխնիկական խնդիրները։ Ըստ ուղևորների վալիդատորների անսարքությունները երբեմն խոչընդոտում են վճարման գործընթացին։ Այս խնդրին ի պատասխան տնօրենությունը վստահեցնում է, նման դեպքերը գտնվում են ուշադրության կենտրոնում։ Ունենք մենք հիմնավոր չասեմ, բայց ունենք կասկածներ, որ ուղևորներ են լինում քարտի պարունակությունը դատարկ քարտերով փորձում են երթևեկել ու վերագրելով վալիդատորի չաշխատելուն։ Նման դեպքեր ենք ունեցել։ Հիմա այսինքն միանշանակ չի, որ ասենք վալիդատորը չէր աշխատում։ Բացի այդ, ուղևորները դժգոհում են նաև խցանումներից եւ ավտոբուսների գերծանրաբեռնվածությունից։ Ուշանում են, լցված են գալիս։ Ամեն դեպքում համակարգված չի։ 97-ը շատ ուշ է աշխատում, այսքան բարեփոխումներից հետո, որը նույնպես խնդիր առաջանում այդ խիտ լինելու պատճառով։ 52-ը Կիևյանից մինչև Ծարավաղբյուր այդ կողմերը գնացողը ինքը համ շատ ուշ է գալի, համ շատ ծանրաբեռնված է լինում։ Տնօրենի խոսքով խցանումները պայմանավորված են քաղաքի տրանսպորտային հոսքերի աճով եւ ավտոմեքենաների թվի ավելացմամբ, ինչը բերում է կանգառներում կուտակումների։ Անդրադառնալով ավտոբուսների գերծանրաբեռնվածությանը, Կիրակոսյանը ընդգծում է. ներդրված տոմսային նոր համակարգը նպատակ ունի կարգավորել ուղևորահոսքը եւ նվազեցնել ավտոբուսների գերծանրաբեռնված վիճակը։ Այս տոմսային համակարգի նպատակը ուղևորների տեղ փոխով շարժվելու մասին էր, որpիսի եթե ես A կետից B կետ տեղափոխվում եմ, ես չսպասեմ իմ կոնկրետ երթուղուն, այլ օգտվեմ այլ երթուղուց, հետո շարունակեմ մյուսով։ Ու տվյալ պարագայում մշտական այդ ուղետոմս կոչվածը, որ այսօր բարձրաձայնում են 150 դրամ, այդ պարագայում կարող է մինչև 70 դրամ։ Թերհավաքագրումը միայն մեկ ուղղակի խնդիր չէ, այն ձևավորվում է տարբեր պատճառների համադրությամբ, պահանջելով համաժամանակյա լուծումներ։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։